I am honored today to be here. Պատիվ ունեմ այստեղ լինելու ԱՄՆ կոնգրեսի անդամների պատվիրակության հետ։ Մեզ հետ են նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները։ Այսօր կողք կողքի այստեղ են Ամերիկայի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև ուղղակի ամերիկացիներ։ Ես այստեղ եմ նախագահ Օբամա եւ պետքարտուղար Քերիի անունից, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ 1915 թվականի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին։ Մի քանի ժամից նախագահը հայտարարություն կանի։ Համոզված եմ, որ նա իր հարգանքի տուրքը կմատուցի 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Նախագահի հայտարարությունը կլինի ուժեղ եւ դրանով կճանաչվի 1915-ից 1923 թվականներին տեղի ունեցած դեպքերի փաստերը։ Դուք շատ լավ գիտեք, որ իմ երկիրը Լեհաստանը խորհրդանի հատուկ որոշմամբ 9 տարի առաջ պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Դրանով մենք բարոյական ու քաղաքական գնահատական ենք տվել անցած դարի սկզբին տեղի ունեցած դեպքերին։ Միևնույն ժամանակ կարծում ենք, որ տարածաշրջանի խնդիրների կայուն լուծումը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովումը հնարավոր է միայն երկխոսության եւ հաշտեցման ճանապարհով։ Այդ պատճառով էլ մենք շատ բարձր ենք գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը։ Նա քաղաքական հեռատեսություն դրսևորեց Թուրքիայի հետ երկխոսության ժամանակ։ Գործընթացը ճիշտ է սառեցված է, բայց ես խորապես համոզված եմ, որ դա ժամանակի հարց է։ First of all, the reason our delegation Նախ եւ առաջ մեր պատվիրակության այստեղ գտնվելու նպատակը հայոց ցեղասպանության ճանաչումն է։ 99 տարի անց մենք այստեղ ենք հենց այդ պատճառով։ Ինչպես գիտեք, նախագահ Ռոնալդ Ռեյգանը ճանաչել ու խոսել է հայոց ցեղասպանության հարցի մասին։ Դա մի հարց է, որ ամերիկացիները գիտեն։ Այն ընդգրկված է մեր դասագրքերում, դպրոցներում ուսուցանվում է մեր երեխաներին։ Մեր այստեղ գտնվելու երկրորդ նպատակն այն է, որ ցանկանում ենք քննարկել, թե ինչ կարելի է անել ԱՄՆ-ից ներդրումներ կատարելու եւ Երևանաքարտեզի վրա ընդգծելու համար։ Մենք փորձում ենք քաջալերել Ամերիկայում բնակվող շատ հայերի, որպեսզի ավելի մեծ ներդրումներ կատարեն այստեղ։ Դա կարևոր է Հայաստանի տնտեսական հզորացման համար։ of Armenia.